եւ Կոբախիձեի հայտարարությունը, որ ինքը շահեր ունի եւ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ եւ դրանք ռազմավարական շահեր են եւ կարիք կա զարգացնելու, ինձ հուշում է, որ վերջի վերջո այս 3 երկիրը նստելու են մի սեղանի շուրջ, գցեն բռնեն եւ որոշեն ինչ որ մի տնտեսական քվազի միավորում մոգոնել։ Իհարկե, ԵԱՏՄ-ի այդ խայտարակ կետոն, որտեղ մեզ տարավ կողեց Սերժիկը, խանգարելու է։ Օրինակ, երկու երկրների վերջնակետ հասնող ոչ տրանզիտ, հա, ապրանքափոխադրումները լինեն ազատված տարանցումային վճարներից։ Ես կարող է այդպիսի մի բանի հանգեն, ինչը վատ միտք չէ, էլի ընդհանուր առմամբ խաղաղության համատեքստում, եթե խաղաղություն չի լինելու, պարզ է, դա ամբողջը խզվելու է կնա։ Այսինքն փոքրիկ, ինչ ասեմ, Շանհայյան համագործակցության կազմակերպություն կամ փոքրիկ ԵԱՏՄ ենթադրենք, հա, այս տարածաշրջանում։ Ես իմ տապտի այս 3 երկրների քաղաքական գործիչները, տնտեսագետները նստեն գլուխ գլխի տան, ընդհանրապես որ նայում եք քարտեզին բանին, հասկանում եք, որ սա ոնց որ թե միացյալ ինչ որ մի տիրույթ է, աշխարհաքաղաքական կամ տնտեսական մի տիրույթ է, որը կարող է այդպիսի հեռանկար ունենալ։